Breakpoint Gosport FM-ի փոդքասթի այս թողարկման հյուրն էր երգչուհի Նանան։ Star News-ը հետևեց զրույցին։ Հաղորդավարուհու դիտարկմանը, թե Արա Մարտիրոսյանը Նանային ոգևորել է երգել եւ հարցին ինչ խորհուրդներ է տվել, Նանան պատասխանեց. Գնալ առաջ, Նանուշ ջան, ձենդ լավն է, ծիրուն է, քաղցր, միշտ երգի, ու հենց էս ոճն էր, որ երգել եմ։ Թեկուզ մի երգը տարբեր ոճերում կարող եմ երգել, իմ ձայնային տվյալները թույլ են տալիս։ Մենք հասկացանք, որ պետք է երգենք այն, ինչ ժողովուրդն է սիրում։ Չենք պատրաստվում գնանք Օսկար մրցանակներ շահենք։ Երգչուհին զրույցի ընթացքում պատմեց նաև Հայկոյի օգնության մասին, ով ևս կարևոր ներդրում է ունեցել իր երգի ասպարեզում առաջին քայլեր անելիս։ Հայկոն էլ է ինձ շատ խորհուրդներ տվել, ինձ համար գործիքավորումներ է արել։ Ես նոր էի սկսում երգել եւ կային երաժիշտներ, որ մտածում էին սկսնակ երգիչների համար չնվագեն։ Այն ժամանակ շատ բարդ էր, ինչ օրեր ենք տարել, Աստված ողորմա։ Զանգահարել եմ օրինակ ինչ-որ գործիքի վրա նվագող մեկին, կամ գինն է շատ թանկ ասել, կամ կոպիտ ասած ցրել է։ Հայկոն ասել է Նան ջան, դու լավ մարդ ես, եթե քեզ մեկը մերժի, երկրորդ անգամ չզանգես։ Օրը կգա, ինքը կխնդրի, որ քո գործիքավորման մեջ նվագի։ Եկել եմ հատուկ վարեմ, վատ կոմենտներ գրողների համար, հենց իմ նոր վատ կոմենտ գրողների համար։ Ես ասուց խնդրում, որ ձեզ Աստված բարություն տա ձեր հոգիների, ձեր աչքերին լույս տա, ականջներին լավ ձայն տա, որ դուք միայն տեսնեք լավը, լսեք լավը, փոխանցեք լավը, ձեր լեզուն բարյանալ, ձեր մարդերի հետ միասին, ես մոմը հատուկ վարում եմ ձեզ համար, Աստված ձեզ երկրպարների կյանք տա ու լուսավորություն տա, վարյանակ դուք։ Հաջորդ մոմը վարում եմ լավ կոմենտներ գրողների համար, դուք էլ ավելի շատանաք, մարդկային սեր փոխանցեք բոլորին, լույսի մեջ լինեք, Աստծո սիրով լինեք, ես մյուս մոմն եմ վարում եմ։ Ամենը իմ շատ սիրելի երկրպագուներն որ միշտ ինձ պաշտպանում են ինձ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում ձեր համար։ Մնացած մոմների վարելու ընտանիքիս անդամների եւ մեր երկրի խաղաղություններին։ Լավ օրվանից։ Իրեն Ռաբիսի Թագուհի հռչակած երգչուհի Նանան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նանան հրապարակումներ է անում ցույց տալով իր առօրյան։ Հետևելով վերջին շրջանում երգչուհու կերպարներին երևում է, որ նա իրեն դրել է 18-ամյա աղջնակի տեղ։ Այնպիսի դիմահարդարումով, զգեստներով ու բացվածքներով է ներկայանում, ասես մոռացել է իր տարիքը։ Հավելենք, որ վերջերս Նանան հանդիսատեսի դատին էր ներկայացրել իր նոր երգը, որը կոչվում է Մամա։ Հետևելով այդ տեսանյութում երգչուհու կերպարին, ակնհայտ երևում է, որ նա այնքան է ներարկել իր դեմքը, նրա աչքերը հազիվ են բացվում։ Բացի այդ, երգչուհին միայն դիմային հատվածում մի քանի վիրահատությունների է հասցրել ենթարկվել։ Նանա ջան, հասկացանք, որ ներարկումներ բոլորն էլ անում են, սակայն երբեք պետք չէ մոռանալ չափի մասին։ Շատերն են դիմում պլաստիկ միջամտությունների, բայց քեզ մոտ ասես չափի զգացողությունը կորել է։ Հավելենք նաև, որ իրեն Ռաբիսի Թագուհի հռչակած Նանան այնքան պարապ է մնացել, որ ամբողջ օրն իր ինստագրամյան էջում տարածում է տարօրինակ տեսանյութեր։ Մի դեպքում ինքն իրեն դնում է առյուծի տեղ, համեմատում իրեն առյուծի հետ, մյուս դեպքում անընդմեջ իր իսկ կարծիքով հումորային տեսանյութեր տարածում։ Իրականում Նանա ջան, որքան էլ թագուհի ես, այն էլ Ռաբիսի, միևնույն է, տարիքը տառած ես, հայտնի երգչուհի ես, եթե չես կարողանում ճիշտ գրագետ եւ աչքին հաճելի վարել ինստագրամյան էջը, պետք է դիմես հատուկ մասնագետի, չէ որ թագուհիներին իսկապես վայել կլինի դա։ Այլապես թվում է, թե Ռաբիսի թագուհու տիտղոսը որոշել ես փոխել TikTok-ի թագուհու տիտղոսով։ Բոլորին այսօր շատ հետաքրքիր ու սիրուն օր է, որովհետև տեսել եմ շատ հետաքրքիր ու սիրուն մարդու։ Թեկուզ ինքը շատ զբաղված է, եկել ենք հաց ուտելու։ Մարի ջան, շփվի հետս։
Ինքը մենակ ասում է չի ուտում, հեռախոսից էլ դուրս չի գալի։ Մարի ջան, շփվի ինձ հետ, Բալիկ ջան, Ազի ջան, հացկեր, շփվի ինձ հետ։ Ոնց ես։ Ուրախ էի քեզ տեսա կյանքս։ Որս առիթ ստացվեց։ Ու այսօր պատահական երկուսս սերը ենք հագնվել։ Փոքրագույնի մեջ ենք, բայց եղանակը մեզ չի, մեր վրա չի ազդում, պարզապես այդպես որոշեցինք։ Լավ որ լինի բոլորիս, մեզ է բարի ախորժակ։ Արյավ իմ մեռելոց, օրհնյալ է Արությունը Քրիստոսի։ Սրտանց շնորհավորում եմ իմ հայ ժողովուրդ, ձեր սուրբ զատիկան։ Թող այսօր ձեր բոլորի ընտանիքներին Հիսուս Քրիստոսը բերի մեծ լույս, առողջություն, մեր երկրի մեջ խաղաղություն։ Լինեք առողջ, պատված լինեք Աստծո լույսով ու սիրով։ Սիրում եմ ձեզ շատ եւ իհարկե եւս մեկ անգամ շնորհակալ եմ համալիրում գտնվող բոլոր մեր հանդիսատեսից այս հրաշալի վիդեոների համար, շնորհակալ եմ սիրո համար։ Սիրում ու պաշտում եմ ու խոնարհվում իմ ժողովրդի համար։ Ինչ ես արդեն եկել եմ TV, Արայիկի հրնեմ, Արայիկի գրիմ են անում։ Խոստովանելու է։ Խոստովա ոնց է կոչվում։ Խոստովանություն։ Խոստովանություն, այո, խոստովանություն։ Ես այսօր ինչ չգիտեմ ինչ եմ խոստովանելու, բայց շոկի մեջ եմ, հեսա ցույց տամ խի։ Փաստորեն ստե լիքը սուրպրիզներ ա սպասում իսկականից։ Առաջի սուրպրիզը որ եղավ, ես եկա պավիլիոն, տեսա որ պավիլիոնում իմ նկարներն ա։ Ասում ես երկար եք աշխատել, ասում ա այո, շատ լուրջ պրոյեկտ ա։ Այո, Արայիկ։ Դե ինչ։ Սա մեկ։ Խոսելով մասնագիտական ընտրությունից Նանան նշեց, որ ունի իրավաբանական կրթություն եւ պատմեց. Մի օր եկա մամային աշխատանքից վերցնեմ։ Ես փոքրուց եմ մեքենա վարում։ Ասեցի մամ, գիտես, որոշել եմ երգչուհի դառնամ։ Նայեց վրաս, երեսը թեքեց, հիմարի մեկը։ Շատ վատ ռեակցիա տվեց, չէր ուզում անգամ լսել։ Վիրավորվել էի, երգչուհի չէ, աստղ եմ դառնալու, դու էլ իմ համերգներին ինձ ծաղիկներ ես բերելու։ Դժվար պահեր կյանքում շատ է ունեցել երգչուհին, սակայն այդ դժվարությունները հաղթահարել է ժպիտով։ Ժամանակին ես բոլորին ասում էի, տեսնում եք, ես ձեզ օգնում եմ, հետս բարձրացնում եմ։ Նենց արեք, ես չընկնեմ, եթե ես ընկա, դուք էլ եք կորելու։ Մարդիկ չգիտեն, որ կյանքը ժամանակավոր է, պետք է այնպես ապրենք, որ մեր գերեզմանին ծաղիկ դնող լինի։ Երբեք դրա մասին չեմ խոսել, այսօր կյանքիս մեջ առաջին անգամ եմ խոսում։ Իմ նկատմամբ անգամ մինչև մահվան փորձ են արել, չեն ուզել, որ ես ապրեմ։ Ամեն ինչ էլ փորձել են, մենակ զենքով չեմ փորձել կրակել։ Ես շատ պինդ եմ իմ կյանքի հարվածների հանդեպ, նշել էր երգչուհին։ Որքան անգամ գիշերները արթուն աչքով եմ լուսացրել, կամ օրհնացել աչքերս թաց, ամեն օր փնտրում եմ չկաց։ Երազանք եմ պահել, ստացի երկու հատեր, մինչև բայցին երազանքը դարավ մի հատ, ուրեմն երազանքը շատ չի կատարվելու է, մնացի լավոր բիզնես։ Իրավիճակի մեջ եմ, այս պահին տրամադրությունս 1000-ի վրա, Արուսիս տունն եմ ու գիտեք ինչ եմ անում, Доброе утро կոֆեից եմ խմում, ու խմում եմ Доброе утро սերով կոֆեից, Արուս ջան։ Доброе утро, дорогие мои! Как ваше настроение? У нас настроение на 150%. Кипит, кипит. Доброе утро,